Ողջույն։ Լուրերի հետքերով հաղորդումը հեռուստադիտողին է ներկայացնում օրվա ամենակարևորը մեկ տեսանյութում։ Հայերը բողոքի ցույցի են դուրս եկել Մոսկվայում ընդդեմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության։ Պատճառը arczepiskoposների ձերբակալությունն ու իշխանությունների հարձակումներն են հայ առաքելական եկեղեցու վրա։ Նիկոլը դավաճան է, Փաշինյանը թշնամի է, վանկարկել են հայերը Մոսկվայում։ Arczepiskoposներ Բագրատ Գալստանյանը եւ Միքայել Աջապահայանը ներկայումս ձերբակալված են մեղադրվելով իբրև թե 1 տարի առաջ իշխանափոխության կոչ անելու փորձերի մեջ։ Թուրքիայում ապօրինաբար օգտագործվել են հայ քաղաքացիների ժառանգության տվյալները։ Ստամբուլի կադաստրի վարչության աշխատակից Սելջան Յալվանը մեղադրվում է հայ ազգի քաղաքացիների եւ այլ անձանց ժառանգական տվյալները ապօրինի կերպով Ադնան Օքթար ահաբեկչական կազմակերպությանը փոխանցելու մեջ։ Ըստ թուրքական աղբյուրների կազմակերպությունը հիմնադրվել է Հարուն Յահյա կեղծանունով հայտնի կեղծ գիտական ուղղության գրող իսլամական կրեացիոնիստ Ադնան Օքթարի կողմից։ Վերջինս 2021 թվականին դատապարտվել է 1075 տարվա ազատազրկման։ Ստամբուլի գլխավոր դատախազության պատրաստած մեղադրական եզրակացության մեջ նշվում է 14 կասկածյալի եւ 26 տուժածի մասին։ Ըստ քննության Յալվան ժառանգական իրավունքներից անտեղյակ քաղաքացիներին ասել է, թե իրեն ժառանգություն է մնացել, ապա ստանալով անհրաժեշտ տվյալներ դրանք փոխանցել է կազմակերպությանը։ Վերջինս մեղադրվում է անձնական տվյալներն անօրինական կերպով ձեռք բերելու կամ հրապարակելու, ինչպես նաեւ հանցավոր նպատակներով կազմակերպություն ստեղծելու մեջ։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության բյուջեն 2026 թվականին 101.5 միլիարդ դրամով պակաս է լինելու։ Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը։ 2026 թվականին Հայաստանում պաշտպանական ծախսերը կկրճատվեն գրեթե 18%-ով։ Պետական բյուջեի նախագծով Պաշտպանության նախարարությանը հատկացվում է 563 միլիարդ 127 միլիոն դրամ։ Հնարավոր է, որ 2026 թվականի բյուջեում ծախսերի էական աճ կամ պաշտպանական ծախսերի աճ ընդհանրապես չլինի։ Կարծում եմ տրամաբանական է։ Համենայն դեպս մեր գնահատականը այս պահին սա է։ Ավելի վաղ ասել էր Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանի պաշտպանության նախարարության ֆինանսավորման հարցին։ Նշենք, հարևան երկրներ Թուրքիան ու Ադրբեջանը, ի հակառակ Հայաստանի, ընդլայնում են ռազմական ոլորտի բյուջեն։ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերություններում նոր էջ բացել, հիմնվելով տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա նաեւ հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբը չկարողացավ կատարել իր առաքելությունը։ Ալիևը նշել է, թե Հայաստանի հետ բանակցությունները տվել են դրական արդյունքներ, քանի որ ընթացել են բացառապես երկկողմ հիմքի վրա։ Նա ասել է, թե Ադրբեջանը առաջ է քաշել միջազգային իրավունքի վրա հիմնված 5 հիմնարար սկզբունքներ, ներկայացրել է խաղաղության պայմանագրի նախագիծը։ Ադրբեջանի նախագահը խոսելով Վաշինգտոնյան գագաթնաժողովի մասին նշել է, թե այն կարևոր արդյունքներ է տվել։ Թրամփի երթուղին կապահովի Զանգեզուրի միջանցքով անարգել անցումը եւ կամրապնդի տարածաշրջանային կապերը։ Նման հայտարարություն է արել Ալիևը։ Կրեմլում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կրեմլից հայտնում են, Պուտինը եւ Փաշինյանը քննարկել են հայկական ատոմակայանի շահագործումը եւ երկկողմ հարաբերությունները։ Փաշինյանն ու Պուտինը Մոսկվայում կայացած հանդիպմանը քննարկել են նաև ռեկորդային առևտրաշրջանառությունները։ Ընդհանուր առմամբ Պուտինի գնահատմամբ Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները լավ են զարգանում, առաջընթաց կա։ Հարաբերությունները զարգանում են նաև մյուս բոլոր ուղղություններով, հավելել է Պուտինը, նշելով, որ հայ գործընկերների հետ միշտ խոսելու բան կա։ Խոսելով երկկողմ օրակարգի մասին, Փաշինյանն էլ նշել է, որ հարաբերությունները զարգանում են պլանաչափորեն։ Ճիշտ է, այս տարի որոշակի անկում է նկատվում եւ դա կապված է որոշ գլոբալ գործընթացների հետ, բայց ես կարծում եմ, որ պետք է համապատասխան աշխատել այս թեմայի շուրջ, նշել է Փաշինյանը։ Հիշեցնենք, Փաշինյան-Պուտին վերջին հանդիպումը կայացել է օգոստոսի 31-ին Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։ Այսօր այսքանը։ Մնացեք Փակ TV-ի հետ լուրերի հետքերով։